Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո արգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրը հայկական, ժողովրդական, ուսանական երգերի լավագույն կատարող, ժողովրդական երգիչ նախագծի հաղթողներից մեկը Գրիգոր Միրզոյան։ Համեցի։ Բարի Գրիգոր։ Դե Գրիգոր ջան, հիմա ասա տեսնեմ ինչպես ես։ Շատ լավ։ Հա, ուրախ եմ, որ դու եկել ես, արդեն երկրորդ անգամ ես իմ մոտ։ Ձեր եթերին գալուց հնարավոր չի տրամադրությունը ցածր լինի, այնպես որ ձեզ տեսնելուց միանգամից բարձրանում է։ Եվ շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ ես, ուրեմն այնքան է դուրդ եկել, որ երկրորդ անգամ ես եկել։ Դու եկել ես, որպեսզի մենք խոսենք այսօր Ակվա Կալիենտեում այսի 17-ին կայանալիք համերգի մասին, որտեղ դու ունես նաև քո ներկայություն այդ համերգում, այսինքն մասնակցություն ավելի ճիշտ։ Պատմիր նախ մի փոքր քո մասին կարճ համարոտ, չնայած այցալ հաղորդմանը պատմես, բայց մարդը կարող է չի լսել։ Շատ լավ եմ, ամեն ինչ լավ է ինձ մոտ, ամենակարևորը երգում եմ, ապրելով ուրիշ երկրում, զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, դա ինձ թվում ամենակարևոր բաներից մեկն է։ Լավ, ամեն ինչ լավ է, չեմ բողոքում։ Փառք Աստծո։ Ու լավ ես գում դու այստեղ Շատ լավ։ Այսինքն գոհ ես քո ճակատագրից բախտից, որ քո ճակատագիրը բերեց հասցրեց այստեղ քեզ։ Այնքանով գոհ եմ, որ զգում եմ որպես ոնց որ Հայաստանում լինեմ։ Անկեղծ բոլորը հայեր են, հարևանները հայեր են, որտեղ երգում եմ, բոլորը հայեր են։ Խանութ մտնում եմ հայեր են։ Խանութ մտնում հայեր են, բանկ մտնում եմ հայեր են, որ ամենտեղ հայ են։ Շատ լավ։ Գրիգոր ջան, կրթությունդ Կրթությունս ավարտել եմ կոնսերվատորիան։ Երևանի պետական կոնսերվատորիա Կոմիտասյան։ Ով է եղել քո դասախոս։ Դասախոսս եղել է կոնսերվատորիա։ Այսինքն դու վոկալի բաժին ու դասական, չէ՞։ Հա, ես դասական եմ ավարտել Աշխեն Թադևոսյանի դասարանում, իրան շատ սիրում եմ, շատ ողջունում եմ ու ինքնին այդ ձայնը որ ունեմ, վստահում եմ ամենագլխավորը հենց իր շնորհիվ է։ Որովհետև ես կարծում եմ իրական սկզբից որ երգում էի շատ փոքր դիապազոն ունեի, հա, երգում էի այդպես սիրուն այսպես, բայց ընդհանուր դիապազոն, ընդհանուր որպես վոկալիստ որ դարձել եմ, նրա շնորհիվ եմ դարձել։ Դու կոնսերվատորիան ավարտել էիր, որ մասնակցեցիր ժողովրդական երգի նախագծին, թե դրանից հետո։ Ավարտել եմ, անմիջապես գնացել եմ ծառայության, այդ ծառայությունը ավարտելու անմիջապես հետո, կարծեմ 2 ամիս հետո միանգամից սկսեց ժողովրդական երգի նախագիծը։ Այդ առումով էլ բա իմ բախտը բերեց էլի, որ այսպես լավ հարմարվեց էլի, ինձ ավարտեցի, սկսեց։ Դու արդեն լրիվ պրոֆեսիոնալ մասնակցել ես այդ նախագծին եւ այդ նախագծի հաղթողներից մեկն ես։ Այո։ Հա։ Գիտես ինչ եմ ուզում, այդ վոկալի բաժինը որ ավարտեցիր կոնսերվատորիայում, քո հետ սովորացնելուց ով է, որ հիմա անվանի երգիչ է, ճանաչված բան։ Ուրեմն մեր կուրսը բավականին այսպես աստղաշատ կուրս էր։ Օրինակ Էրիկն էր Կարապետյանը իմ կուրսեցին։ Էրիկը։ Էրիկը, այո։ Էրիկն էլ բանի բաժինն ավարտել դասական։ Չէ, ուղղակի մենք դասեր անում էինք էստրադային եւ ժողովրդականը միասին։ Չէ, կլասիկն ու էստրադան միասին էին դասեր անում, ժողովրդականը տարբեր։ Հա, առանձին ժողովրդականը առանձին։ Հա, այնպես որ այսպես զուգադիպում էր։ Ովքեր են եղել այդ էս Մարգարիտա Բարխոյաններ, Արմեններ Հովանեսյան, Արմեն Հակոբ, որ միասին երգում են Արմենը, Ալբերտ Ղազարյան, Վալենտինան, այսինքն այնպիսի մարդիկ են, որ այսօր բավականին կան էլի այդ բնակավարում։ Շատ լավ է։ Իսկ որտեղ Արուստամյան Սուրեն Արուստամյան, այո, հա, շատ տաղանդավոր տղա, միասին ենք նույն կուրսում ենք սովորել։ Ինք եղել է իմ հյուրը, շատ հարգում եմ իրան, լավ արվեստագետ է, լավ երաժիշտ է ու լավ երգում է, շատ լավ էլ հետաքրքիր։ Լավ, իսկ որ մասնակցում էի նախագծում, ովքեր այդ տարի էլի դարձան հաղթողներ, ովքեր էին քո հետ։ Իմ հետ Ավոյան Սուրենն էր, իմ լավ ընկերը, Դավիթ Խաչատրյան, Նշանը, Վաչեն, Բաբախանյան Հովոն, Գառնիկը, Տիրուհին, Անգինեն, Հասմիկը, լավ են, բոլորն էլ լավն են, այնպես է, ինձ թվում է նայեք, հաղթելը համաձայն եմ, իհարկե յուրաքանչյուր մասնակցի հաճելի է, որ ինքը լինի առաջինը, բայց ամեն դեպքում եթե նույնիսկ չհաղթեի, նախագիծը այնպիսին է, որ արդեն որ հասնում ես ամենավերջին փուլեր, բոլորին այսպես ժողովուրդը ընդհանուր գիտի արդեն լսում է, այսինքն մենակ այդ վերջի հաղթելն է, էլի տարբերությունն ելնում,
բայց առհասարակ նույնն է իմ կարծիքով։ Գիտես ինչ, դա մի մեծ դպրոց է, մի ռուսերեն շկոլա է, ռուսերեն ասած, մի դպրոց է, որտեղ անցնում են ու դառնում են պրոֆեսիոնալ, այսինքն մտնում են արդեն միանգամից այդ շոուի այդ բանի մեջ, բիզնես չէ, արդեն արվեստի մեջ, արդեն պրոֆեսիոնալ ձևով են արդեն նայում ամեն ինչ, դա իրանց համար մեծ դաս է։ Իհարկե, եթե քեզ տալիս են երկու, պետքա 1 օր, 2 օր ժամանակ ունես ու դու պիտի սովորես, ուրիշ հնարավորություն չկա։ Իհարկե նաև մասնագետը Խիթար Քեցյանն էր այդ ժամանակ դասատուն, ինքը նախ ճիշտ երգեր էր ընտրում, որովհետև ես որ մտածում եմ, այսպես չի եղել երգ տա ու փոխվի, նշանակում է ինքը այնքան բարձրակարգ մասնագետ է, որ ինքը հստակ գիտի, որ սա քո երգն է։ Այո, всё, սա քո երգն է, ուրիշ հնարավորություն չկա, դու պիտի երգես, լավ, վատ պիտի երգես։ Ու դու էլ արդեն պարտավորված ես քո վրա արդեն այսպես մեծ մի հատ վեր կա, պետքա դա տանես։ Արդեն պատասխանատվության զգացումը այդտեղ շատ է։ Գիտես ինչ, դա իսկապես մի դպրոց է եւ հետո ճանաչվում ես բոլորը քո մասին իմանում են, գիտեմ որ sense մի երկիչ կա, մի օր էլ հրավերներ է ստանում, ասենք էլի մրցույթների, չգիտեմ ինչերի։ Հարսանիքներում երգում ես, չէ՞։ Այո։ Սիրում ես, չէ՞, հարսանիքում երգել։ Բացի որ փող ես աշխատում, ասենք, վաստակում, բայց հաճույք ստանում ես դու այդ գործից։ Իհարկե, երբ որ մտածում եմ կարող է ուրիշ գործ անեի ու երգեցողությունը միանշանակ իհարկե լինում է այսպես ինձ սիրողների մեջ այսպես լինում է կոմենտ գրում են, որ ախր ժողովրդական մենակ երգիր բան, բայց եթե ուզում ես երգի մեջ լինես այս երկրում երգեր կա, չեմ ասում այդ երգը պիտի վերցնես ինչքան հնարավոր է, այսպես փչացնես նոր երգես, չէ, բայց ինչու՞ չէ, 6-8-եր կա, դիսկոներ կա, այսպես երգեր կա, որոնք ուրախացնող են չափի մեջ, կարող ես երգել խիչը։ Կարող է նույն երգիչը տվյալ երգը վերցնի ավելի փորձի այսպես աղավաղի, ոնց որ ասում են, նույն մյուս երգիչը այդ երգերը վերցնի, ասում են ռաբիզ։ Չէ, ռաբիզի հարց չի այստեղ։ Ես գիտեմ որ ռաբիզ երգ չկա, կա ռաբիզ կատարում, ոչ ճիշտ եմ ասում։ Կարող ամենալավ երգը կարող եմ փչացնել, բայց հիմա ես ինչ ասեմ, մեր բոլոր երգիչներն էլ լավ են երգում։ Լավն են, իհարկե, ինչ չէ։ Ոչ իր ձեռագիրը, իր ասելիքը, իր խոսքը, իր ներկայացնելու ձևը ունի ամեն մեկին տարբեր ձևով։ Ամեն դեպքում մտածում եմ նախընտրում եմ ավելի լավ երգեր կա երգեմ, քան չերգեմ, եթե չերգեմ վստահ չեմ կարող այսպես մնալ բանում այս ասպարեզում էլի շատ, որովհետև միայն ժողովրդական եթե երգեմ, դա կարող է այսինքն ամիսը 2-3 օր ինձ կանչեն երգելու։ Դրա համար պետքա ընդհանուր երգել իհարկե չափի մեջ։ Ժողովրդի պահանջ է, էլի։ Ինչ որ ժողովուրդը պահանջում, ինչ որ։ Բայց ես իմ ձևը ունեմ կարծում եմ, ինչքան էլ տարբեր երգեր երգեմ, կարծում եմ սա չափի մեջ է ու իմ ձենին այսպես շատ ելևեջներ չեն ունենում։ Ես գիտեմ որ տես մի բան կա, որ ամեն մեկի ոնց որ այդ մեկ երգում է երգիչ ասում են սա իր երգը չի։ Այսինքն պիտի սա չերգեր։ Երգել կա որ ասում է այ հենց այս իր համար է գրված։ Այդպես բաներ գոյություն ունեն, էլի։ Դե օրինակ երբ որ ամեն մարդ ամեն մի երգ ընտրեն երկերը, որոնք իրոք Իրանն է։ Բայց ամեն դեպքում ինչ էլ որ երգում եմ ու ասենք դրանից հետո ես պարտադիր որտեղ լինեմ, նույնիսկ սիրեն չսիրեն, ես պարտադիր երգում եմ ժողովրդական այն լավ երգերից մի քանիսը գոնե ու իհարկե տարբերությունը միանգամից այսպես փոխվում է, էլի, դա ես հասկանում եմ, որ սրանք է իմը, այսինքն այս ոչ նա իմը, որը որ իհարկե պետքա պահել անկախ նրանից հարսանիք ես երգում, չգիտեմ, որտեղ ես երգում, պետքա այդ լավ երգերը, որովհետև հենց դրանով են ինձ սիրել մարդիկ, դա պետքա ես ցույց տամ։ Ինչքան էլ մեկը փորձը ցույց է տալի, ինչքան էլ օրինակ եղել է, այդտեղ ասում են, վայ, այստեղ այդքան ժողովրդական չեն սիրում, բայց ես երգում եմ մեկը։ Չէ։ Ու դու պետք է սիրեցնես, էլի։ Վստահ եղեք, որ տարբերությունը այդ որ ասում են չեն սիրում, մեկը այդ դրանք առանձնացել են ու դրանով ես դու ավելի լավ երգիչ ես երևում։ Այո։ Գրիգոր ջան, ներողություն արտահայտությանս, ամուսնացած ես։ Ամուսնացած։ Հիմա ոչ։ Եղավ, ես ինչ որ ասում էի լավ էր, ասում ամեն ինչ շատ լավ էր, բայց այդ լավ չի։ Է լավ։ Այդպես է։ Հա։ Ուրիշ ինչ ապագա ծրագրեր ունես։ Բացի արի ավելի լավ է սրա մասին խոսենք երկրորդ մասում, հա։ Հիմա գովազդ հայտարարեմ ու ներկայացնեմ ու նորից հետո խոսենք ու շարունակենք քո ծրագրերի մասին։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հրաշալի մի երգչի հետ, Գրիգոր Միրզոյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։
Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս հրաշալի երգիչ Գրիգոր Միրզոյանի հետ, շատ լավ տղա, կարգին տղա, լավ երգիչ։ Գրիգոր ջան, մենք ընդհատեցինք, որպեսզի հիմա շարունակենք, ինչ ապագա ծրագրեր ունես։ Երգ կա, որ այսպես ընթացքի մեջ է, անում եմ։ Հիմա դրանով եմ զբաղված ու ամենաապագա ծրագիրը այս պահին, որ կենտրոնացած ենք, առաջիկայում համերգի հետ կապված է։ Այդ դրա մասին է ուզում խոսենք։ Այո, մայիսի 17-ին Ակվակալենտեում լինելու է շատ գեղեցիկ համերգ, այսպես մասնակցելու են Ներսիկ Իսպիրյանը, Ավո Ադամյանը, Արմեն Դավթյանը, այո։ Դավթյանը եւ դու։ Ես էլ վարելու եմ այդ համերգը։ Այո։ Կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու ընդհանուր։ Լինելու են ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական եւ իհարկե նաեւ էստրադային երգեր, այո, շատ գեղեցիկ։ Կարծում երգիչները այնպես են ընտրված, որ լավն են, բոլորն էլ իրենց ձևում, իրենց ոճում, որ մարդկանց միանշանակ հետաքրքիր է լինելու եւ երգերը իհարկե ընտրվում են ամենասիրված, ամենալավ երգերը, որ մարդկանց դուր գա ու վստահ եղեք շատ գեղեցիկ համերգ է լինելու։ Իսկ հիմա մայիսի 17-ը մի հայկական երգի տոնահանդես է լինելու ու մարդիկ որ գան, ինձ թվում է շատ տպավորված պիտի վերադառնան տուն, որտեղ ես էլ արդեն պատկերացնում եմ, ես չգիտեմ ով ինչ երգ է երգելու, բայց ամեն մեկի ոճը գիտեմ ու գիտեմ, որ շատ հրաշալի մի հետաքրքիր երեկո է լինելու։ Ուրեմն մայիսի 17-ին Ակվակալենտեում, Palm Springs-ում կկայանա այդ երեկոն, այդ երգի երեկոն, դե հաջողություն եմ մաղթում։ Իհարկե նաև հումորը, ժողովրդին ասեմ, որ հումորը տեղն է լինելու, դուք եթե կաք, ինձ թվում է արդեն հետաքրքիր է, այդ բաժինն էլ իր առումով շատ հետաքրքիր է լինելու, այնպես որ ժողովրդին իրոք լավ է։ Դու ինչ երգեր ես պատրաստել այդ օրը։ Գաղտնիք է, իհարկե։ Բայց լավ երգեր է միանշանակ։ Որը որ շատ սիրված են ու նաև ինչու՞ չէ, նաև իմ կատարմամբ սիրված։ Այսինքն այդ երգերից կերգեմ, հիմա չեմ բացի փակագծերը, բայց թող լինի անակնկալ։ Այո, իհարկե։ Քիչ ժամանակ է մնացել, այնպես որ պետքա մեր ժողովուրդներ արագացնեն, գնեն տոմսերը, որ հետո խնդիր չլինի։ Դե ես թվում է կողքեվորվեն ու անպայման կգան, որպեսզի մասնակցեն այդ երեկոյին։ Դու ունես լրիվ մի համերգի երգացանք, այսինքն եթե կարող ես դու մի հատ լրիվ մենակ համերգ կազմակերպել քո երգերով, քո կատարմամբ։ Իհարկե։ Բայց ինչի՞ ես լռում, ինչի՞ չես անում։ Ախր բաներ կա, կարծում եմ ուղղակի մի քիչ մենակ միգուցե մարդ է պետքա շատ այդ դրանով զբաղվի, մենակ իմ ուզելով այդպես դժվար է։ Բայց ինչու՞ չէ, եթե մարդ լինի, ով կարողանա այսպես շատ կազմակերպի, ինչու՞ չէ, իհարկե, շատ կուզեմ։ Ես էլ շատ կուզեմ ու նաև իմ հեռուստադիտողը, որ մի հատ գեղեցիկ երգ դու այսօր նվիրես մեզ։ Համբույրների չափ ոչ մի բան ինձ չի բուժում, համբերելու չափ ոչ մի սիրտ ինձ չի սպասում, կարոտելու շապ ոչ մի ուժ ինձ չի կապում, քեզ սիրելու շապ ոչ մի տեղ էլ չեմ շտապում, մի կյանքը ինչ, սիրո դեմ ջինջ, հազար կյանքներ քիչ, սիրուց օրորվում եմ, Քեզ հետ մոլորվում եմ օրերով, Են որ ինչ չունեմ, հետդ կիսում եմ սիրելով, Սիրուց օրորվում եմ օթերով, Քեզ հետ մոլորվում եմ օրերով, Են որ ինչ չունեմ, հետդ կիսում եմ սիրելով, Ենքան ինչքան սիրում եմ, դեռ սիրելու եմ դարերով, Խոստումների շապ համբույրներ եմ քեզ տալու, Երազների չափ առիթներ տամ շպտալու,
քեզ աշխարհի չափ անվերջ սեր եմ խոսք տալու ու բոլորից շատ քո խոսքին հավատալու հազար քամի սիրտս տանի միայն քեզ հասնի սիրուց օրորվում եմ օթերով քեզ հետ մոլորվում եմ օրերով են որ ինչ չունեմ հետդ կիսում եմ սիրելով սիրուց օրորվում եմ օթերով քեզ հետ մոլորվում եմ օրերով են որ ինչ չունեմ հետդ կիսում եմ սիրելով Այնքան ինչքան սիրում եմ դեռ սիրելու եմ դարերով Սիրուց օրորվում եմ օթերով քեզ հետ մոլորվում եմ օրերով են որ ինչ չունեմ հետդ կիսում եմ սիրելով սիրուց օրորվում եմ օթերով քեզ հետ մոլորվում եմ օրերով են որ ինչ չունեմ հետդ կիսում եմ սիրելով Այնքան ինչքան սիրում եմ դեռ սիրելու եմ դարերով Շնորհակալություն շատ ապրել, շատ սիրուն կատարեցիք։ Ով էր ես երգեհինակը։ Երգեհինակը բառերը Սյուզի Ավդալյանը, իսկ երաժշտությունը գործիքավորումը Գևորգ Հովհաննիսյանը, ինձ շատ լավ ընկեր, շատ լավ մասնագետ։ Իսկ տեսալովակը նկարել է Արթուրը Մարտիրոսյանը։ Մի հարց Գրիգոր ջան, այդ օրը երգի պրեմիերա կլինի քո կողմից, որ առաջի անգամ հանչելու։ Այս սա իմ վերջին երգն է, բայց մյուս երգը որ պետքա կարծում եմ պիտի որ պատրաստ լինի, տեսնենք ոնց կստացվի, այո, պետք է։ Կամարը լավ կլինի։ Հա, իհարկե։ Հանդիսատեսի։ Ինքը ճիշտ է, ժողովրդական երգ չի, բայց հետաքրքիր է, ավելի երիտասարդները գիտենք, սիրում են նման երգեր, բայց հետաքրքիր է, որ մեծահասակներն էլ են սիրում։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, որ ասում եմ, ինչ երգ եմ, դե լինում է, այսպես գնում եմ մեծահասակների մոտ երգելու, ասում են, քո այն երգը, այսինքն այս երգի մասին է խոսքը, հետաքրքիր է, որ իրենք էլ են սիրում, էլի։ Ու աշխատում եք մի ժամանակ, չէ՞, մեծահասակների հետ։ Գնում եմ հիմա էլ, ինչու՞ չէ, առավոտյան այսպես լինում է, որ շատ կանչում են ինձ այդ կենտրոններ ու գնում եմ իրենց համար։ Լավ մարդիկ են, չէ՞, բարի լավ մարդիկ են։ Այնքան կարծում եմ, եթե դաժե ուրիշ տեղեր այդ լավ էմոցիաները չզգան, այդտեղ գնալուց զգում եմ ու շատ հետաքրքիր է, շատ ուրախանում եմ, անկեղծ շատ սիրում եմ։ Որովհետև երգում ենք մեր լավ երգերը այդտեղ։ Իմ լավ ընկերը, լավագույն դերասաններից մեկը մեր Արամը Մխիթարյանը եւ շատ կարգին ընկեր, շատ կարգին մարդ աշխատում էր ինքը այդ մեծահասակների հետ շատ երկար տարիներ։ Ու երբ եկավ մի ժամանակ երևի հոգնեց կամ բան չեմ դե ժամանակը դուրս եկավ ու ասում եմ բոլորը որ այդ մարդիկ լաց են լինում որ էլ Արամը իրանց հետ չի լինի այսինքն իրանք նվիրում ու սիրում են այն մարդուն ով իրանց ուրախացնում զբաղացնում ու ջերմություն է տալիս ավարտվեց նաև երկրորդ մասը Գրիգոր ջան արի անցնենք գովազդի որից հետո կշարունակենք դու դեռ իրական պատմություններ պիտի պատմես անեկդոտ պիտի պատմես իսկ կարելի է մինչև երրորդ մասին անցնել երկու հոգու ուզում եմ այսպես իրենց համար ասեմ էլի ուզում եմ Վալենտինային շատ որովհետև Վալենտինան իմ գործերի ինչ լինում է ինքը ինձ թվում է ամենաշատ այսպես կրակնգած մարդն է որովհետև ինչ լինում է Վալենտինա ջան էսի ոնց անենք այսպես իրոք շատ շնորհակալ եմ որ ինքը կա նաև Ռուզաննն եմ ուզում շնորհակալություն հայտնել որ ինձ ամեն հարցում երկի էստեղ Ամերիկայում ինչ լինում է ինքը իմ կողքին է ու ինձ շատ օգնում է ապրես Դες սիրելի բարեկամներ այժմ գովազդ է արդեն եթերում որից հետո նորից կշարունակեմ իմ զրույցը Գրիգոր Միրզոյանի հետ գովազդը արդեն եթերում
Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Գրիգոր Միրզոյանի հետ։ Գրիգոր ջան, ես ինչքան երգիչ գիտեմ, երգչուհի ու ընթացքում որ խոսացել ենք, հարցեր եմ տվել, բան զգացել եմ, որ իրանք սիրում են նաև նկարահանվել կամ ֆիլմերում բանում։ Դու կուզենայիր որևէ ֆիլմում նկարվել։ Բոլորն էլ ասում են, ես կուզեի մի հատ ֆիլմում նկարվեի։ Անկեղծ ասեմ, հետաքրքիր եղավ ձեր հարցն ու իմ այս վերջում եղավ մտածելը, հա, ինչ որ հա, ուզում եմ, կուզեի։ Հրավեր բան չեղե, առաջարկ չեղե, թեկուզ ընեց ասի։ Հայաստանում եղել է ճիշտն ասած, որ այդպես ինչ որ ասել են, կուզես ինչ որ ֆիլմերում կինո։ Շատ երգիչներ կան, հիմա սերիալներում նկարվում են, շատ երգիչ։ Այստեղ չի եղել ամեն դեպքում։ Հաջող։ Հա։ Ու ասեմ, բավականին այդ տվյալ երգիչները ավելի մեծ նախ ճանաչում են ձեռք բերում, ու դա իրանց շատ օգնում է նաև իրանց երգի ասպարեզում, այնպես որ վատ չի լինի։ Գրիգոր ջան, մենք անցնենք արդեն մեր իրական պատմություններին եւ անեկդոտներին, որը դու խոստացել ես, որ պատրաստված պիտի գաս։ Գնացենք իրական պատմություններ, պատմի մի երկու հատ պատմություն։ Ուրեմն, դա փորձեմ այսպես հիշեմ, որ եղել է հենց Ամերիկայում։ Այստեղ բոլորս գիտենք, որ երգում ես թիպ տալը շատ ինչ-որ թիպ տալը բավականին այսպես շատ ընդունված բան է, այո։ Ուրեմն մի անգամ երգում եմ այսպես, եղել է որ այս անձեռոցիկի մեջ ինչ-որ ասես փակ փաթաթում են, փաթաթում են չերևա, դե վերջը ասես բերում դնում են ասենք կոմպի վրա։ Ո՞նց ցակում որ մարդը չտեսնի, sense հա։ Մի անգամ էլ նման դեպք եղավ էլի, այսպես փակ բերեցին, դրեցին անձեռոցիկ։ Այո, անձեռոցիկով, դե վերջը երգիչ է, չէ, երգում ես հետաքրքիր, ասում ես ինչ կտենաս։ Ես ինչ են դրել։ Հա, ուրեմն երգեցի, վերջացրեցի, ուրեմն արդեն բան, ասենց ուզում եմ դե արդեն սիրուն չէ էլի որ մնա, պետքա վերցնեմ բան, վերջը ասենց որ բացեցի, զգացի որ մեջը բան չկա։ Ուղղակի անձեռոցիկը, ասենց բան եղ, ասում եմ, այս խեն բերև այսի, այդ ով որ բերել էր, այսպես տարիքով մարդ էր, մոտեցավ ասեց, ճիշտ ասած, երգը երգում է այսպես մեր հերոսների համար է երգում։ Հա, հայրենասիրական երգը։ Մոտեցավ ասում է բանը, ճիշտ ասած զգացի մի քիչ ասում է հուզվել ես դու էլ բան։ Ոնց էր կրկնել ասում է մեղք սեկար, հա։ Էլ այդտեղ դե parza մի քիչ ցիցաղացինք այսպես։ Ամեն դեպքում հետաքրքիր էր շատ էլի։ Ես էլ սպասում եմ, հա, ինչ որ գումար է երևի դրած բան։ Անենց էր կրկնել տղաճան ասի տանեմ թող տղեն ճակատը։ Ուրիշ մի հատ ուրիշ հետաքրքիր ասեմ, որ նոր է եկե Ամերիկա, այսպես մեր իրանահայերը ակցենտ ունեն, չէ՞, ամեն դեպքում որ բաներ կա, նոր ես գալի, միգուցե չենք այսպես հասկանում շատ բան, էլի։ Նոր գնացել է մեծ ասակների կենտրոն երգելու, առավոտ շուտ։ Այսպես երևի 9-ն էր, էլի, շուտ գնացել եմ։ Մեկ էլ հենց մտա, ասում են հոգնած չլնես, ասում եմ, ինչ այլ է, առավոտ քնից էլ եկել եմ, ինչ այլ է, լավ քնել եմ, հա, Գրիգոր հոգնած Այսպես բան եղավ, ասում դուք ոնց եք բան դիմացի ով որ ասեց վայ ես էլ այնքան երեք այսպես խառնեինք զբաղված ենք գիտե իրան արդեն ոնց որ տեսել էի մի քանի անգամ ամբողջ գիշեր չեմ քնել բան ասում այ ես կարամ ասեմ ձեզ այ հոգնած չել ոչ թե դուք ինձ իհարկե հետո արդեն հասկացանք դա ինչ նկատի ունեն էլի ոնց է դες բան ունեմ այ մի հատ ջավախից բան կա կուզեի հիշեի իհարկե լավ մարդիկ են այդ հա ջավախի բավականին շատ ու ասեմ ամենա հյուրասեր, արվեստ սիրող շախով հարսանիքներ են անում, լավ ուրախան, լավ մարդիկ են, ու ասեմ համերգային էլ որ եղել է, այսպես որ հիշում եմ, ամենաակտիվը որ ակտիվություն են ունեցել այդ համերգին գալու, դա եղել են ջավախեցիները։ Ռուսաստանում էլ բանում էլ շատ մեծ շուկով բանով ունեց։ Հա, հա։ Քեֆչի մարդիկ են։ Շատ, իրոք այդպես է։ Այսպես համերգին երգ այնտեղ համերգն է երգում ենք բան զգացի ինչ որ տոպրակներով բան է գալի այսպես լիքը բայց իհարկե այստեղ որ լինել կմտածեն գումար է էլի որտեղ այստեղ տիպը շատ է բան այսպես վերջում որ մաքրում են գալիս է այնտեղ էլ արդեն ուրիշ ձև էր մտած ասում եմ տենաս էս ինչ է տոպրակների մեջ ամեն դեպքում երգում ես մեկ էլ տոպրակ են բերում դնում այսպես նվեր են տալ էլի բան բայց հետաքրքիր է ինչ է էլի վերջում որ արդեն երգեցի բան վերջը ցելոֆոնները պետքա բեմից տանենք ասում եմ հետաքրքիր է ինչը որ չբացեցի տեսնեմ կարտոֆիլ, նարինջ, բադրջան sense ու էդ էլ ամեն դեպքում իր հետ բամիսը, դա հասկացանք, բամիսը չէ։ Վերջում էլ գառ էին ուզում տային, այսպես։ Դե մի հատ անեկդոտ պատմի Անեկդոտ։ Հա։ Հա, մի հատ ոնց որ միտքս եկավ, փորձեմ հիշեմ։ Ուրեմն
երկու հարևան էսպես դուրս են գալի պատշգամբ, մյուս հարևանը դե էսպես բարձր գոռում է հարևան ջան, շաբաթ օրը հրավիրված ես իմ առիթին, ասում եմ ինչ առիթ է, ասում աղջիկաս հարսանիքն է, դե հարևան ուրախանում է, աշկդ լուս, ասում է ինչքան ուրախ եմ, շատ լավ մեծ սիրով կգամ, այսպես պայմանավորվում են, վերջը պետք է հարևանն էլ պատրաստում է, որ պիտի գնա հարսանիք։ Ուրբաթ օրը զանգում է։ Այո, ապրեք, ուրբաթ օրը զանգում է, ասում է վայ հարևան ջան, ինչ որ բան է ինչ եղե, շաբաթ օրվա համար չի ստացվում, ասում է խի ինչ ա եղել, ասում է մտածում է երևի դե վերջը չեն ամուսնանում, փոշմանել են, հա։ Ասում է ինչ է չի ստացվում, հարսանիքը, այդ է։ Ասում է հարսանիքը, ասում է չէ, ասում է ձեր գալը չի ստացվում։ Ուտեղ։ Դրա համար մերսի ձեզանից։ Այնքան սիրուն դու երգեցիր այն երգը, ես կուզենամ մի հատ ակապելա, թեկուզ միտում, մի փոքրիկ սիրուն բան երգես։ Փորձեմ։ Ձմեռն եկավ ձուն չի գա, ճամփեն կաշեմ տուն չի գա, չեղնիկ հոդարդով մեռնեմ, մենակ աչքիս քուն չի գա, անջիգյար, 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 արի մենակ եմ, յարքես կսպասեմ, արի մենակ եմ, յարքես կսպասեմ, չեղնիկ հոդարդով մեռնեմ, չեղնիկ հոդարդով մեռնեմ, ամեն առավոտ, ամեն երեկո, ճամփիդ կսպասեմ, յար, պապակ ու կարոտ, ամեն առավոտ, ամեն երեկո, ճամփիդ կսպասեմ, յար, պապակ ու կարոտ, անման փերի ինչու զրկեցիր, թողիր ինձ այսպես ջիգյարս յարոտ, ջիգյարս յարոտ, մարալ ջան հեսարի, քիչ եմ թեսարի, ընձելավ յարը չունիս, ընձելավ յարը չունիս, Heç մի բեզարի, heç մի բեզարի։ Բրավո Գրիգոր ջան, բրավո, շատ սիրուն երգեցիր, ես այս երգի հենց ամենակատարողի հետ եմ ծանոթ եղել, նույնիսկ իր այդ ելույթների եմ գնացել համերգների, դա եղել է Արաքսա Գյուլզացյանը, որ այդ երգի անզուգական կատարողն էր։ Մի խոսքով դու շատ սիրուն կատարեցիր, շատ կարևոր է երգը ապրելն է, մենակ ձայնը չի, մենակ ապրես երգի ընթացքում։ Ես ուզում եմ Տիգրան Գրիգոր ջան, շնորհակալություն հայտնել այսօրվա քո այցի համար, շնորհակալություն ցանկանում եմ քեզ ու ինձ մեծ հաջողություն այդ Ակբա Կալիենտեի համերգին ու մինչև այդ օրը։ Այո, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում, որ ERT-ն ամեն անգամ պարոն Օղլաչյանի գլխավորությամբ թույլատալի միջնորդում այնց ինքն է այնպես անում, որ մեր համար լավ լինի։ Ամեն դեպքում միշտ տաղանդավոր լավ մարդկանց, իհարկե կարևորը լավ մարդկանց համար նոր արդեն տաղանդը ու նման մարդկանց կողքին է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Գրիգոր ջան։ Ինչ հանդիպում, Ակբա Կալիենտե։ Իհարկե։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր տաղանդավոր երգիչ Գրիգոր Միրզոյանը։ Հիմա ասեմ մեր հաղորդման ավարտական խոսքերին։ Ասում է փողը չի փոխում մարդուն։ Փողը բացահայտում է մարդու իրական դեմքը։ Այսքան բան բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Հարևան ջան, ո՞նց ես։ Էս ինչու ես տխուր այսօր։ Քո նման չես։ Դու ինչ ասեմ այ Գրիգոր ջան։ Բայց հավատանը մի մանկության ընկեր ունեի։ Շատ լավ մարդ է, շատ լավ ընկեր է։
Երկար կյանք ենք ապրել իրար հետ, վերջես եկավ վաղ, շտապ փողա պետք, են էլ $10,000, ինչ մեղքս թաքցնեմ, սենց կոպեկ հավաքել էի, ասի թորնեիս համար մի մեծ բան անեմ, ասի ինչի տա պետք է 10,000, ասեց վիրահատություն պետք է անեն, այսենց պետք է այդ 10,000-ը, տվեցի Գրիգոր ջան, 10,000-ը տվեցի, ասեց մի ամսից կբերեմ, ես մի տարիա չկա, ես էլ ինչ իմանայի, որ սա տանմա դեմքի վիրահատություն անելու, այդ խավը տանեմ, հիմա չեմ ճանաչում, որ փողս հետ վեկալ եմ։